Ձեզ շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ կա, որոնց հետ կապված կներկայացնենք ձեր տեսակետը, բայց մինչ թեմաներին առանձին անդրադառնալը երևի սկսենք հենց այս հարցից։ Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը իր շքախմբով եւ ներխուժեց պատարագի ժամանակ Սուրբ Աննա եկեղեցի, այնտեղ հոծ բազմությունը ուղղակի պահանջում էր պատարագի ներկաները, որպեսզի չփղծեն մեր եկեղեցի եւ դուրս գան, ինչի հետևանքով հիմա մենք տեսանյութ ցույց կտանք, որտեղ ակնհայտ երևում է ինչպես էր Փաշինյանի անվտանգության աշխատակիցը հարվածում Դավիթ Մինասյանին, ով կալանավորվեց 2 ամսով մնացական Մարտիրոսյանի տխրարճակ մնացական Մարտիրոսյանի, այսպես ասենք, ձեռամբ, եւ այս իրականությունն է, խնդրեմ մի կադր Հեսա, այս այդ պահին ակնհայտ երևում է ինչպես են հարվածում։ Եվ այս իրականությունն է, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, հետո նաև մենք տեսանք Ռուսաստանի Դաշնությունում էր Նիկոլ Փաշինյանը, ինչ տեղի ունեցավ, մենք կադրել այնտեղից հետո ցույց կտանք, համեցեք։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար, այո իհարկե մեր հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցածը սազական չէ ընդհանրապես հայ ժողովրդին եւ մեծ ցավով պետք է արձանագրենք, որ Թուրքիայի քմահաճույքների գլխավոր պաշտպանը Հայաստանում այցելում է հայ առաքելական եկեղեցիներ, պղծում է այդ եկեղեցիները եւ ցավոք սրտի նաեւ ընթացքում վնաս է հասցնում հայ քաղաքացիներին, հայ հավատավոր ժողովրդին, ինչպիսին է հենց մեր երիտասարդ Դավիթը, որի կալանավորումը մեր ժողովրդի գլխներում ուղղակի չի տեղավորվում, հասկանալի չէ թե ինչի համար է կալանավորել, լավ իրավական process էր գնում, տնային կալանք վատագույն դեպքում կարող եք տալ, բայց արի ուտես, որ Նիկոլի սրտի դատավորը կրկին կալանք կիրառեց, ընդ որում երևի պետք է ասել, որ այդ դատավորի հմտությունները կարող է արտահանել եւ այլ երկրներին դիմել, որ այնտեղ եթե կալանքի հարց է լինում, դիմեն այս դատավորին, տեղում բոլորին կալանք տա։ Ինձ համար անընդունելի է նման վարվելակերպ, իմ համար անընդունելի է այն ինչ ձև է իրեն պահում վարչապետին սպասարկող այդ խումբը, այսպես կոչված իր պահպանությամբ զբաղվող, որովհետև նախ եւ առաջ այդ պահպանությունը ապահովողները պետք է հասկանան, թե ում պահպանությունն են ապահովում։ Ապահովում են մի մարդու պահպանություն, ով 5000 հայ լուսավոր տղաներին ուղարկել է եռաբլուր։ Ապահովում են ապահովությունը այն մարդու, ով Արցախը նվեր է տվել մեր թշնամուն։ Ապահովում են այն մարդու կյանքը, որը կամ որի պատճառով թուրքերը եւ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածքներ, թե Ջերմուկում, թե Սյունիքում։ Դա պետք է հարց լինել, իսկ ում անվտանգությունը դուք ի վերջո ապահովում։ Ես իմ զորակցությունն եմ հայտնում Դավիթին եւ իր ընտանիքին, տեսա նաեւ իր մայրիկի հարցազրույցը, տեսա որ իրոք որպես ծնող շատ ազդված էր, ինչը ամբողջությամբ հասկանալի է եւ մյուս կողմից կրկնում եմ անհասկանալի է մեզ համար, մարդկանց համար, որոնք մեծ ցավ ապրեցին։ Սա իհարկե ի վնաս Նիկոլի է, ես կասկած չունեմ, որ զուտ քվեարկության առումով սպասվող սա ի վնաս իրեն է, բայց մյուս կողմից ինքը անընդհատ փորձում է ցույց տա, որ ինքը ուժեղ է փակագծերի մեջ, ուզում է ցույց տա, որ իր դեմ խոսացողները բոլորը պատժվելու են, բայց սիրելի ժողովուրդ, պետք չէ վախենալ, պետք է ամեն ինչին պատրաստ լինել, այո, որոշ դեպքերում նաև պետք է պատրաստ լինել կալանավորվելուն, պետք է պատրաստ լինել քրեական գործերի, դրանով մենք չենք կարող ընկճվել, մենք չենք կարող եւ իրավունք չունենք վախենալու, այլ հակառակը պետք է պայքարենք ի նպաստ մեր Հայաստանի Հանրապետության, ի նպաստ մեր հայ առաքելական եկեղեցու։ Շատ կարևոր է եւ ես հույս ունեմ, որ ինչպես փաստաբանները նշեցին, արդեն ներկայացրել են բողոք վերաքննիչ դատարան, հույս ունենանք, որ վերաքննիչ դատարանը կփոխի խափանման միջոցը եւ Դավիթը կհայտնվի ազատության մեջ։ Կրկին առողջություն եմ մաղթում, տոկունություն եմ մաղթում եւ համոզված եմ, որ իր կյանքի այս դրվագը ապագայում ինքը հպարտությամբ պատմելու է իր երեխաներին, իր թոռնիկներին, որտեղ սա հպարտություն է։ Ընդհանրապես այս իշխանության դեմ իրականացած ցանկացած քայլ հպարտության առիթ պետք է լինի ցանկացած ընտանիքում։ Եվ մենք պետք է ազգով այդ հպարտությունը ապրենք եւ կասկած չունեմ, որ հունիսի 7-ին մենք կարողանանք ազգովի ցույց տալ սրանց, թե որն է իրանց իրական տեղը։
Հիմա գանք հայ-ռուսական հարաբերություններին եւ Նիկոլ Ռեդենախագահ հանդիպմանը նախ եւ առաջ պետքա մի օրինակով սկսեմ, որ մեր ժողովուրդը ավելի հեշտ ու ավելի պարզ հասկանա, թե ինչ է կատարվում։ Պատկերացրեք մի ընտանիք, որում ամուսիններից մեկը գալիս է մյուսի մոտ եւ ասում է՝ գիտես, ամուսնության առաջարկ եմ արել ուրիշին, սպասում եմ իր պատասխանին, բայց միչև ինքը չի պատասխանել, մենք կմնանք ամուսիններ։ Հիմա այնինչ անում է Հայաստանը ի հանդեպ Ռուսաստանի, բառացի նույնն է։ Այսինքն մենք ասում ենք, հարգելի Ռուսաստան, մենք շատ ուրախ ենք օգտվել ԵԱՏՄ-ից, մենք շատ ուրախ ենք օգտվել ՀԱՊԿ-ից եւ մնացած այլ մեխանիզմներից, բայց եթե Եվրոմիությունը մեզ ի վերջո ընդունի, ապա թքած ձեր վրա։ Այդ դա է Հայաստանի Հանրապետության օֆիցիալ վերաբերմունքը Ռուսաստանի Դաշնության հանդեպ։ Սա կոնկրետ է, սա շատ կոնկրետ է եւ առաջի անգամն է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը հանդիպման բաց մասում, ձայնագրվող այսպես ասած մասում, արդեն բացահայտ ասում է, որ համատեղելի չեն ԵՄ-ում Հայաստանի մասնակցությունը եւ ԵԱՏՄ-ում։ Սա արդեն բացահայտ ասվեց, ինչը իհարկե իր տակ ունի ենթատեքստ։ Ենթատեքստը շատ պարզ է։ Կողմնորոշվեք, դուք ինչ եք ուզում ընդհանրապես։ Ավելին, այս հանդիպումը հատկանշական է դրանով, որ հանդիպան սկզբից Ռուսաստանի Դաշնության նախագահը խոսեց այն թեմաների մասին, որոնց մասին սովորաբար ընդունված է խոսել փակ դռների հետևում։ Բայց նա այս անգամ բացահայտ խոսեց եւ ընդ որում հայ ժողովրդին ուղեց մի քանի շատ կարեւոր մեսիջներ։ Այդ մեսիջներից ինձ համար ամենակարևորը հետեւյալն էր, որ Հայաստանում կան ուժեր, այդ թվում պրոռուսական ուժեր, խնդրում ենք թույլ տալ, որ իրանք մասնակցեն ազատ ընտրություններին։ Որպեսզի հասկանաք ինչ ասեց ՌԴ նախագահը, նա դրանով ֆիքսեց, որ այսօրվա Հայաստանի Հանրապետության իշխանությունը հակառուսական է։ Այլ ձև մեկնաբանել ՌԴ նախագահի ասածը ուղղակի հնարավոր չէ։ Նա բառացի առաջին անգամ հայտարարեց, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը հակառուսական է։ Ավելին, նա հասկացրեց, որ բնական գազը, որը այսօր Ռուսաստանի Դաշնությունը մեզ տրամադրում է մոտ $170, կարող է այդ գինը դառնա շուկայական գին եւ Հայաստանը ստիպված լինի գազը գնել օրինակի համար այսօրվա դրությամբ $600-ից $800։ Եթե դուք սիրելի հայրենակիցներ չեք պատկերացնում, թե ինչ է իրականում գազի գինը Հայաստանի Հանրապետության համար, ապա մի քանի պարզ բանով ձեզ բացատրեմ։ Եթե գազի գինը թանկանում է, ապա Հայաստանում թանկանում է ամեն ինչ, այդ թվում հոսանքը։ Թանկանում է կտրուկ։ Եվ դա բերելու է տնտեսության կոլապսին, դա բերելու է արտահանման զրոյացմանը, դա բերելու է մեր արդյունաբերական ճյուղերի խայտառակ անկմանը։ Ռուսաստանը դիտարկելով Հայաստանը որպես դաշնակից ընկեր, մեզ շարունակում է վաճառել գազը շատ էժան գնով ի համեմատություն ցանկացած այլ երկրների։ Եվ սա առաջի անգամն է, երբ որ Ռուսաստանի Դաշնության նախագահը այս հարցերը հնչեցնում է բացահայտ։ Սա ըստ իս Հայաստան-Ռուսաստան քաղաքական բաժանման հանդիպում էր, երկու կողմերը ասեցին այն, ինչ ուզում էին ասեին, եւ ընտրությունը մնում է հայ ժողովրդին։ Ես բազմիցս ասել եմ, որ Ռուսաստանը միշտ աշխատում է ընտրված իշխանության հետ, միշտ։ Անկախ նրանից այս իշխանությունը իրենց դեմ է, դեմ չէ, բայց այդ աշխատանքը կարող է ունենալ տարբեր ներբերյալներ, այդ թվում գազի թանկացման տեսքով, ԵԱՏՄ-ից Հայաստանը հանելու տեսքով, բայց խնդրում եմ այդին բերած ամենասկզբում օրինակը պետքա տեղայնացնեք, ճիշտ եւ հասկանաք, թե ինչքան սխալ, ինչքան անմարդկային, ինչքան տգետ վերաբերմունք ենք մենք ցույց տալի մեր գլխավոր դաշնակցի նկատմամբ։ Նորից շատ ինքը պարզ օրինակ է, ամուսին ու կին են, կամ ամուսինը կամ կինը մոտենում է, մյուսին ասում է, գիտես, ուրիշին առաջարկ եմ արել ամուսնության, սպասում եմ, եթե հետս ամուսնանա, կգնամ իրա մոտ, բայց քանի չի ամուսնացել, կմնամ քո հետ։ Այն նույնը մենք անում ենք Ռուսաստանի հետ։ Սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք, թե ինչքան կրեք բառամը դեբիլ պետքա լինի մարդը, որ նման քաղաքականություն վարի։ Ինչքան անկարող պետքա լինի իշխանությունը, որ նման քաղաքականություն վարի։ Ակնհայտ է ինձ համար, որ բոլոր
այս 7-8 տարիների ընթացքում այս իշխանությունը իրականացրել է տարբեր երկրների պատվերներ։ Մի դեպքում ԱՄՆ-ի, մի դեպքում Իսրայելի, մի դեպքում Եվրամիության տարբեր անդամների, մի դեպքում Թուրքիայի, մի դեպքում Ադրբեջանի։ Այսօր իրենք կուրորեն առաջ են տանում Հայաստանում Թուրքիա եւ Ադրբեջանի շահերը։ Կուրորեն են առաջ տանում։ Դրա վառ ապացույցն է Արցախ բառից կարմրելը, դրա վառ ապացույցն է ցեղասպանության մասին վերջին հայտարարությունները այսօրվա վարչապետի, դրա վառ ապացույցն է քրեական հետապնդումները Արցախի ազատագրման հետ կապ ունեցող գրեթե բոլոր մեզ հայտնի գեներալների, նախագահների եւ մնացածի ուղղությամբ։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում այսօր պատժելի է լինել մարդ, ով կանգնած է Արցախի եւ Հայաստանի անկախության ակունքներում։ Քրեորեն պատժելի է։ Մենք պատրաստ ենք այդ պայքարի եւ նրան պետք է պատրաստ լինի նաեւ մեր սիրելի ժողովուրդը։ Մեր ժողովուրդը ունենալու է շանսը իր քվեով այդ պայքարը ավարտի հասցնել։ Ես բազմիցս ասել եմ, որ ըստիս այսօրվա անդիմադիր դաշտում կա մեկ մարդ, ով առանձնանում է բոլորից իր փորձով, իր անցած ճանապարհով եւ իր պոտենցիալով։ Դա ըստիս նախագահ Քոչարյանն է։ Եվ ես կասկած չունեմ, որ իր իշխանության գալու դեպքում մենք ունենալու ենք կրկին թռչկաձև աճ, մենք ունենալու ենք խաղաղություն, մենք ունենալու ենք արժանապատիվ խաղաղություն եւ մենք չենք վախենա ամեն օր արթնանալուց, որ ինչ որ բան հանձնվել է Թուրքին։ Սա մեկ։ Երկրորդը, նախագահ Քոչարյանը միակն է ընդդիմադիր դաշտում, ով բացահայտորեն ասում է, որ իր իշխանության գալու դեպքում պատժժվի են ենթարկվելու այս իշխանության այն ներկայացուցիչները, որոնք պատճառ են դարձել Արցախի հանձնման, որոնք պատճառ են դարձրել Հայաստանի սուվերեն տարածքների հանձնման եւ որոնք խաբել են մեր ժողովրդին։ Սա շատ կարեւոր կետ է։ Մեր ժողովրդին 2018-ին խաբած մարդիկ պետք է պատժվեն։ Այդ թվում այդ մարդկանց ծառայող տարբեր բլոգերները, որոնք ըստ իս ֆինանսավորվում են որոշ դեպքերում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Մի խայտառակ բան է կատարվում։ Ստամբուլում նստած բլոգերներ են մեր հայ ժողովրդին ուղղորդում։ Սա խայտառակություն է մեր ժողովրդի համար, էլ ավելի մեծ խայտառակություն է, որ հազարներով հավանումներ են ստանում։ Ես կասկած չունեմ, որ իշխանափոխությունից հետո բացահայտվելու է, որ այս բլոգերների մի մեծ մաս ուղղակի աշխատել է ԱԱՑ ենթակայության տակ, Հայաստանի Հանրապետության ԱԱՑ-ի, բայց կա նաև իրանց մեջ մարդիկ, որոնք ուղիղ սնվում են Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Կասկած չունեմ, որ դա բացահայտվելու է։ Մեր ժողովուրդը ականատես է լինելու, թե ինչպես են իրենց 8 տարի շարունակ բոլոր հնարավոր ձևերով խաբել։ Բոլոր հնարավոր ձևերով անել այնպես, որ մենք մեզ ուղղակի հայ չզգանք, այլ դառնանք աշխարհի քաղաքացի, այլ ոչ թե հայ։ Բայց մենք հայ ենք։ Մեր ճակատներին պայքարը գրած։ Մենք պետք է պայքարենք այս հող ու ջրի համար։ Մենք պետք է պայքարենք այստեղ ապրելու համար։ Պարոն Վարդանյան, ամեն դեպքում կուզեմ մանրամասն անդրադառնանք Զատուլինի ստեղծության բացահայտմանը, թե իրականում ինչ է խաղում Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում եւ իրականում ինչ տեսակետ ունեն դրա հետ կապված, նաեւ օրներ էր հատկանշական։ Տեսեք, իհարկե Զատուլինը լինելով հայ ժողովրդի մեծ բարեկամ, ես օրինակի համար պատիվ եմ ունեցել, թույլտվեք մի գաղտնիք բացեմ, պատիվ եմ ունեցել մի անգամ նույն Զատուլինի հետ, Բակո Սահակյանի հետ, մենք երեքով, Բակո Սահակյանը, Զատուլինը եւ ես իրար հետ ճաշել ենք Ստեփանակերտում։ Այդ ժամանակ եմ ծանոթացել պարոն Զատուլինի հետ, մի հիանալի մարդ, ով իրոք տառապում էր հայկական խնդիրներով, ով իրոք տառապում էր արցախյան խնդրով։ Ինքը պատրաստ էր գրեթե ամեն ինչի։ Ինքը մեր հայազգի ամենամեծ բարեկամներից մեկն էր։ Չլիներով հայ, շատ հայերից շատ ավելի շատ է արել Հայաստանի եւ Արցախի համար։ Եվ իրոք մեծ պատիվ էր իրեն անձնապես ճանաչել։ Նա երեք բացահայտեց այն ամենը, ինչ որ դե մենք տեսնում ենք։ Նախ եւ առաջ փաստը, որ խափելու միջազգային օրվանն են Նիկոլին կանչել Պուտինի մոտ հանդիպման, դրանով արդեն ուղղելով դիվանագիր աղանազդակ, որ մենք գիտենք, որ դու ստում ես։ Սա ակնհայտ է։ Նիկոլը ստում է ամենտեղ, նույնիսկ իր տերերի մոտ։ Բացի դրանից, նույն իմ գնահատականը ասեմ, Հայաստան-Ռուսաստան քաղաքական բաժանում երեք եղավ, երկու կողմերը ասեցին, ով ինչ պետք է ասեր, եւ մենք կարող ենք փաստել, որ Ռուսաստանը վերջնագիր է ներկայացրել Նիկոլին, ընդ որում այդ վերջնագիրը շատ պարզ է, ինքը ասում է, որ դու
խանգարում ես հայ ժողովրդին ապրել, որտեվ Ռուսաստանի Դաշնությունը շատ ավելի բարձր է գնահատում Հայաստանի ժողովրդին որպես դարավոր բարեկամ, քան Նիկոլին։ Եվ Պուտինը փորձեց ազդակ ուղարկել հայ ժողովրդին, ասելով, որ ժողովուրդ, դուք ունեք ընտրություն։ Մի բան էլ որ նշեցի արդեն, Պուտինը բացահայտ մեր ժողովրդին ասեց, որ այսօր Հայաստանում իշխանության է հակառուս իշխանությունը։ Սա կրկին շատ կարևոր է, ընդ որում պետք է մի բան ասեմ, որպեսզի մարդիկ հասկանան, ընդդիմադիր դաշտում մի բան եմ նկատում, մարդիկ վախում են պրոռուսական բաներ խոսալ։ Ուղղակի վախում են։ Ժողովուրդ մի վախեցեք։ Հակառակը պետք է մեր ժողովրդին բացատրել, որ ամեն երկիր իր շահերը ունի տարբեր տարածաշրջաններում։ Հիմա Ռուսաստանի Դաշնությունը աշխարհում միակ երկիրն է, որի միակ շահը Հայաստանի կամ Հայաստանի պես ցանկացած այլ երկրի մեջ դա հետևյալն է. մեզ դեմ քայլեր մի իրագործեք։ Քեզանից ոչ մի բան չեն ուզում։ Քեզ տալիս են էժան գազ, քեզ տալիս են հսկայական շուկա, որ կարողանաս արդյունաբերությունը զարգացնես, ու դրա դիմաց խնդրում են միայն մեկ բան. մեզ դեմ քայլեր մի արա։ Նույնը տարիներով խնդրում էին Ուկրաինային։ Եթե դուք հիշեք ուկրաինական այդ կրիզիսի զարգացման փուլերը, դուք կտեսնեք, որ որևէ դրվագում Ռուսաստանը Ուկրաինայից որևէ բան բացառությամբ մեկ բանի չի խնդրել։ Ասել է մեր դեմ քայլեր մի արա։ Անկախ մնա, զարգացի, ուզում ես Եվրոմիության անդամ դառնի, բայց մեր դեմ քայլեր մի արա։ Ինչը Ուկրաինայի իշխանությունները չլսեցին։ Դե Եվրամիության մասով օրինակ նույն Զատուրինը շեշտում է, որ Պուտինը հստակ է արտահայտել չի լինի եւ եվրասիական եւ եվրոպական կազմում լինել, այո։ Եվ ինչն է հատկանշական, որ Փաշինյանը ինչպես է լռում, չի բացահայտում, թե օրինակ 2 տարի առաջ ինչպես են իրենք ԵՄ անդամակցության համար այդպես օրենքի նախագիծը բերել եւ դրան կողմ էին քվեարկել եւ ինչ պատրանք է ուզում ստեղծել, փոխել հասարակության գիտակցությունը, թույլատրել կապերը Ռուսաստանի հետ եւ ստեղծել Եվրոպայում չակերտներում հրաշալի կյանքի պատրանք, սակայն Հայաստանին Ռուսաստանի որևէ իրական փոխարինում չի առաջարկվում ոչ ռազմական, ոչ քաղաքական, ոչ տնտեսական ոլորտներում։ Այնուամենայնիվ իշխանությունները շարունակում են շարժվել այդ ուղղությամբ, դա անվանելով իբր ժողովրդավարություն։ Տեսեք, իշխանությունները շարժվում են շատ པարզ ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետությունը փորձում են ամբողջությամբ պարկեցնեն Թուրքիայի տակ։ Սա ակնհայտ է երևում, ուղղակի ակնհայտ։ Հիմա պարզ է, որ Ալիևը եւ Էրդողանը ելներով իրենց երկրների շահերից անելու են ամեն ինչ, որպեսզի հայ ժողովուրդը հունիսի 7-ին սխալվի եւ ընտրի Նիկոլին։ Ամեն ինչ են անելու, ամեն հնարավոր բան։ Ասեմ ավելին, չեմ զարմանա, եթե մինչեւ հունիսի 7-ը կրկին մի քանի մարդ գերիներ վերադարձվեն Հայաստան։ Էլի չեմ զարմանա, որտեվ 21 թվականի ընտրություններից մեկ ամիս առաջ, եթե հիշում եք, վերադարձին որոշ գերիներ, բայց այդ գերիները չեն լինելու Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ներկայացուցիչներից որևէ մեկը, դա էլ եմ բացառում։ Իրենք ամեն ձև փորձելու են օգնել Նիկոլին, բայց այդ օգնելու ընթացքում իրենց ներքին օրակարգերով թե Թուրքիայում եւ թե Ադրբեջանում տարածվում է Հայաստանը ամբողջությամբ զավթելու թեզերը։ Եթե դուք նայեք ադրբեջանական պետական հեռուստաալիքի վերջի 2 շաբաթվա նյութերը, ապա կտենաք, որ Նիկոլի հետ համահունչ իրենք պայքարում են Քոչարյանի դեմ։ Ադրբեջանական պետական հեռուստատեսությունը եւ Նիկոլը երկուսով դուրս են եկել Քոչարյանի դեմ են պայքարում։ Ու շատ ճիշտ են անում, հասկանում են, որ Քոչարյանի իշխանության գալու դեպքում այլևս Հայաստանի Հանրապետությունից 1 սանտիմետր նույնիսկ թշնամու ենթակայության տակ չի հայտնվելու։ Իրենք դա հասկանում են եւ գիտակցում են եւ փորձում են ամեն կերպ մեր ժողովրդին մոլորեցնել։ Տեսեք, Մարիամ ջան, ես ասեցի մի երկու բան։ Առաջինը, որ ես տեսեք, տեսեք, Ռոբերտ Քոչարյանը այն ղեկավարն է, որը կանգնած է նախ եւ առաջ Արցախյան ազատամարտի ակունքներում եւ նա հաղթանակած նախագահ է, բայց նաեւ նա այն մարդն է, որը ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը 2 անգամ 10 տարի անընդմեջ բոլորիս ապահովել է խաղաղություն, բոլորիս ապահովել է տնտեսական ուղղակի աննախադեպ աճ, թոշակներն է բարձրացրել 6 անգամ, աշխատավարձներն է բարձրացրել 6 անգամ, Հայաստանի Հանրապետության բյուջեն է անգամներով ավելացրել, ընդ որում չմեծացնելով պետական պարտքը։
Այո, իհարկե նախագահ Քոչարյանի անձի շուրջ անցած 15-20 տարիների ընթացքում շատ մենք տեսել ենք, հա, որ պայքար է եղել, on-line պայքար է եղել, տարբեր սուտ տեղեկություններ տարածելով իր անձի վերաբերյալ։ Եվ այո, նախագահ Քոչարյանի սխալն է եղել, որ միգուցե այդ ժամանակ շատ ավելի հստակ պայքար չի մղվել այդ ստերի տարածողների դեմ։ Բայց ի վերջո նախագահ Քոչարյանն այն մարդն է, ով պատրաստակամություն է հայտնում կրկնել այն, ինչ մի անգամ արել է։ Այստեղ է, որ ժողովուրդը պետք է շատ հստակ հասկանա, որ կա մարդ այսօր ընդդիմադիր դաշտում, ընդ որում միակը, շեշտում եմ միակը, ով ունի թե երկիրը կառավարելու փորձ, թե խոշորագույն բիզնեսում աշխատելու փորձ, եւ թե կյանքի փորձ, եւ ունի հիանալի ընտանիք, այսինքն երկիրի ղեկը ստանձնելու համար կա մարդ, որ իր բոլոր չափանիշներով, բոլոր իրոք օգուտ է բերելու այս երկրին։ Բացի դրանից, կա մարդ, որի դեմը Ալիևը նստելու է լրիվ այլ դիրքով, կամ նստում է այսօր Նիկոլի դիմաց։ Այդ մարդուց սարսափում է թե Ալիևը, թե Նիկոլը, երկուսն էլ ճիշտ են անում, որտեվ Ալիևը իդեմս Նիկոլի տենում է մի փափուկ խաղալիք, որին ոչ ձևես տեց մնում է։ Ընդ որում մեր երկիրն էլ է այդպես անում։ 1.5 տարի է որևէ սահմանազատում չեն արել, գիտեք խի, որտեվ ակնհայտ է, չէ՞ որ նորից պետք է Ադրբեջանին հող տանք, դրա համար Նիկոլ Ալիևին խնդրել է, ասել է միջև ընտրությունները բան չտամ, ընտրություններից հետո ինչ կուզես կտամ։ Ընդ որում վերջերս Նիկոլը նաև մեզ հասկացրեց, թե երբ է պլանավորված մյուս հանձնումը, սեպտեմբերին։ Հենց այնպես չի Նիկոլը ասել, որ սեպտեմբերին պատերազմ կսկսվի, եթե ես չընտրվեմ, որտեվ ինքը արդեն սեպտեմբերի վրա խոստացել է ինչ-որ տարածքներ նորից հանձնել։ Վարդանյան իհարկե շատ կարևոր է անվտանգությունը եւ այն անվտանգությունը, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք 10 տարի հայ ժողովուրդը խաղաղ պայմաններում է ապրել, բայց այս իրականության մեջ նաեւ մեր ժողովրդին հուզում են սոցիալական հարցերը եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ինչ է տեղ ունեցել, սոցիալական ինչ առաջխաղացում է եղել, քաղաքները ինչպես է կառուցվել, Գյումրու օրինակով, Երևանի օրինակով, որովհետեւ Երևանի մասին խոսում են ասֆալտներ, բայց իրական ճանապարհներ են կառուցվել, որի հետ կապված է Տեսեք, օգտվելով այս առիթից եկեք մի գաղտնիք բացեմ նախագահ Քոչարյանի ղեկավարման տարիներից, նույնիսկ համոզված չեմ ինքը կհիշի այդ օրը թե ոչ, բայց մի անգամ ստացվել է այնպես, որ փոքր եւ միջին բիզնեսի մի ներկայացուցիչ ինչ որ մի շրջապատում բողոքել է, որ հարկայինը խանգարում է, չեն թողնում աշխատել, դատախազությունը ընդեղից է բզբզում։ Դրանից անցան մի քանի օր եւ պատկերացրեք այդ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչ զարմանքը, երբ որ իրեն հրավիրել են նախագահի նստավայր, այդ հանդիպանը մասնակցել են նաեւ թե հարկայինի ներկայացուցիչներ, թե ուժային տարբեր բլոկերի ներկայացուցիչներ եւ բոլորի ներկայությամբ նախագահը ասեց. Հայաստանի Հանրապետությունում փոքր եւ միջին բիզնեսի հանդեպ որևէ քայլ հանկարծ պետությունը սխալ արեց, պատժելու եմ բոլորիդ։ Սա ասում եմ ես, որպես մարդ, ով գիտի այդ հանդիպման մասին։ Նախագահ Քոչարյանը Հայաստանի Հանրապետությունում փոքր եւ միջին բիզնեսի կայացման կնքահայրն է։ Հենց իր ժամանակ է փոքր եւ միջին բիզնեսը անգամներով, տասնյակ անգամներով, 100 անգամներով զարգացել եւ կայացել է որպես փոքր բիզնես։ Հենց նախագահ Քոչարյանի օրոք է, եթե մարդիկ մոռացել են, պետք է վերհիշեն, մինչեւ նախագահ Քոչարյանի գալը Հայաստան բոլոր պետական հիմնարկներում 6 ամսից մինչև 1 տարի աշխատավարձային պարտ կար։ Մարդիկ ամիսներով, տարիներով թոշակ չէին ստացել։ Նախագահ Քոչարյանի հմուտ աշխատանքի շնորհիվ հաշված ամիսների ընթացքում բոլոր պարտքերը փակվեցին։ Եվ դրանից հետո չի եղել դեպք, որ աշխատավարձը կամ թոշակը 1 օր ուշացնեն։ Հասկանում եք։ Դա պետք է մեր ժողովուրդը հիշի։ Մի կողմ պետք է գցեն այդ բոլոր ստերը։ Հասկանում եմ անընդհատ մարտի 1 են դեմ բերում։ Ի վերջո ժամանակն է հասկանալ, որ մարտի 1-ին նախագահ Քոչարյանի հմուտ ղեկավարման շնորհիվ հայ ժողովուրդը փրկվել է նրանից, ինչ տեղի ունեցա այս 6-7 տարվա ընթացքում։ Նույն պլանն էր գծած։ Զավթել իշխանությունը, հանձնել Արցախը։ Ընդ որում, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ մեկու մեջ խոսում է, որ այ ինձ եթե լսեին, սենց չէր ելնի։ Հենց եղավ այն, ինչ որ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին ուզում էր ազդել։ Փուլային տարբերակ Արցախի լուծման։ Այնինչ տեղի ունեցավ, սա հենց փուլային տարբերակն էր, որի հետևանքով Արցախը մնաց թշնամուն։ Դրա համար թող մեծ չխոսան։
Ես դիմում եմ մեր ժողովրդին, հասկացեք ի վերջո, որ ղեկավարին սիրել պետք չի։ Երբ որ գնում եք բժշկի, չեք գնում իրան սիրելու համար, գնում եք բուժում ստանալու համար։ Ընդ որում բժշկին ընտրելիս ընտրում եք այն բժշկին, որը ունի փորձ, այն բժշկին, որը ունի վիրահատությունների հազարավոր արած, բաներ, որը հազարավոր կյանքեր է փրկել։ Երիտասարդի մոտ չեք գնում, վախում եք, անփորձ է։ Նույնը քաղաքականության մեջ է։ Մենք ընտրում ենք մեզ ղեկավար, որի ղեկավարման արդյունքում կամ մենք բարգավաճելու ենք, գնալու ենք առաջ եւ ապրելու ենք հանգիստ, կամ կրկին դիմելու ենք նոր փորձությունների։ Ես անփորձների կողմնակից չեմ։ Ես կողմնակից եմ փորձառու մարդու։ Ես համոզված եմ, որ նախագահ Քոչարյանը եւ իր թիմը այսօրվա քաղաքական դաշտում ամենալուրջ պոտենցիալ ունեցող թիմն է, քաղաքականապես շատ պայքարած թիմ է, կայացած թիմ է, ավելին ասեմ, նախագահ Քոչարյանը անձնապես այսօրվա անդիմադիր դաշտում միակ, կրկնում եմ, միակ գործիչն է, ով չի համագործակցել որևէ դրվագով Նիկոլ Փաշինյանի հետ։ Սա էլ ուզում եմ բոլորը հասկանան։ Նախագահ Քոչարյանն այն մարդն է, որ նույնիսկ ստանալով տեղեկություններ, որ իրեն կալանավորելու են, վերադարձել է Հայաստան եւ պայքարել է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության համար։ Նա այն մարդն է, որ չուներ այդ վախը։ Նա այն մարդն է, որ առերեսվել է բոլոր դժվարությունների հետ եւ ցայսօր մնում է պայքարի մեջ եւ ինչպես ինքը հայտարարեց, մնալու այդքան մինչեւ սրանցից բոլորս չձերբազատվենք։ Սա շատ կարեւոր է։ Գիտեք ինչ, կրկին նախագահ Քոչարյանի ղեկավարման տարիներին, օրինակ ես անձնապես որոշ մաս այդ տարիները աշխատել եմ առևտրի եւ արդյունաբերության, այդ ժամանակ այդպես էր կոչվում, հիմիկվա էկոնոմիկայի նախարարությունը։ Աշխատել եմ այդ նախարարությունում, աշխատել եմ օր ու գիշեր։ Դուք չեք պատկերացնում, թե ոնց էր աշխատում պետական ապարատը նախագահ Քոչարյանի նախագահության օրոք։ Ուղղակի չեք պատկերացնում։ Մենք բոլորս առավոտվանից գիշեր աշխատում էինք, լծված էինք գործի։ Ինչի օրինակի համար արդյունքում մենք կարողացանք անել այնպես, որ Հայաստանը դառավ առևտրի միջազգային կազմակերպության անդամ, որը շատ կարևոր քայլ էր։ Տարբեր այլ եվրոպական կառույցների անդամ։ Այդ են պրոռուսական նախագահի մասին եմ խոսում, որ անդադասում են ինքը պրոռուսական է։ Հենց իր օրոք է Հայաստանը դառել առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ կամ եվրոպական խորհրդի անդամ։ Հենց իր ժամանակ է Արգենտինա հայը որոշել մեր մոտ օդանավակայան կառուցել։ Հենց իր ժամանակ է Ամերիկա հայը որոշել հարյուրավոր միլիոնավոր դոլարներ ներդրել Հայաստանում վերակառուցելով աղետի գոտին։ Հենց իր ժամանակ է խոշորագույն վիոլա ընկերությունը ներմուծվել Հայաստան։ Հենց իր ժամանակ է խոշորագույն աշխարհում մեծ համբավ ունեցող Պիեռնո Ռիկար ոգելից խմիչքների ընկերությունը մուտք գործել Հայաստան։ Հենց իր ժամանակ է այդ ամենը եղել։ Նա կարողացել է ճիշտ բալանսը պահել։ Դաշնակցի հետ դաշնակցի պես, բարեկամի հետ բարեկամի պես։ Նա կարողացել է Հայաստանի եւ Արցախի շահը պատշաճ ձևով ներկայացնել բոլոր հարթակներում։ Սա այդ մարդն է։ Ես չեմ ուզում նորից փորձության ենթարկեմ մեր երկիրը։ Ես ուզում եմ, որ փորձառու մարդը բերի մեզ հասցնի մի կետի, երբ որ մենք արդեն կարողանանք մեզ թույլ տանք ունենալ հնարավորություն փորձերի դիմել, ընտրել մի մարդու, որը անփորձ է։ Բայց մենք այդ վիճակում չենք, մենք սարսափելի վատ վիճակում ենք, մենք կործանման եզրին կանգնած երկիր ենք եւ այս վիճակում մենք փորձելու իրավունք ուղղակի չունենք։ Եվ ինչն է հատկացական, այս իշխանությունները անդադար պրիվետ-պրիվետի տակ էին պահում ժողովրդին, բայց հիմա քանի պրիվետ կարելի ասել Նիկոլ Փաշինյանին 5000 զոհերի մասով, պրիվետ ջերմուկի մարտերու զոհերի մասով, պրիվետ հղի կնոջ եւ նրա չծնված երեխայի մասով։ Խնդրեմ եմ։ Տեսեք, այդ հայտնի իրենց ասած փակագծերի մեջ պրիվետ ռոբի դրվագով անվտանգության աշխատակիցը դատապարտվել էր եւ մեղավոր էր ճանաչվել։ Մինչդեռ օրինակի համար եկեղեցում այս երիտասարդին ուղղակի նենգաբար խփող մարդը ոչ մեղադրյալի կարգավիճակում է, ոչ էլ որևէ կարգավիճակ ստացավ։ Ասեմ ավելին, նախագահ Քոչարյանը դրա մասին խոսացել էր, այդ դրվագը երբ որ եղել է, նախագահ Քոչարյանը արդեն տանն էր։ Ընդհանրապես չերեն իմացել ինչ էր եղել, հետո էր իմացել։ Եվ այո, իհարկե դժբախտություն էր։
Եվ նախագահը բազմիցս դրա մասին խոսացել է, որ իհարկե դժբախտություն է։ Բայց ես կասկած չունեմ, որ եթե նախագահ Քոչարյանի շարասյունը հանկարծակի ավտոմեքենայի տակ գցեր հղի կնոջը, հաստատ չեր անցնի ու գնար։ Հակառակը կկանգներ ու օգնություն ցույց կտար։ Այդ դրանում ես համոզված եմ։ Գիտեք ինչի, որտեվ նախագահ Քոչարյանը բացի ամեն ինչից հայր է, պապիկ է։ Ընդ որում, օրինակելի ընտանիք ունի։ Ինձ համար այդ բոլոր գործոնները շատ կարևոր են։ Ես մի անգամ դրել էի նախագահ Քոչարյանի նկարը իր թորնիկների հետ միասին ու գրել էի, որ ես այսպիսի Հայաստան եմ ուզում։ Ես իրոք այդպիսի Հայաստան եմ ուզում, այդքան ներդաշնակ, ինչքան իրանց ընտանիքն է, այդքան ամուր, ինչքան իրենց ընտանիքն է, եւ այդքան փորձառու, ինչպես նախագահ Քոչարյանն է։ Եվ ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը ճիշտ որոշում կկայացնի։ Մենք պետք է ընտրենք կարևորագույնը մեր համար, որն է։ Մենք ուզում ենք ապրել ապահով, խաղաղ եւ տնտեսապես զարգացած երկրում։ Ով է այն մարդը, որ կարող է դա ապահովել։ Ըստ իս այսօրվա քաղաքական կոնյունկտուրայում այդ մարդը նախագահ Քոչարյանն է։ Եթե Հայաստանը լիներ 2018 թվականի Հայաստան, ես կասեի, որ մարդիկ շատ են։ Անկեղծ եմ ասում։ Տարբեր ուրիշ մարդկանց անուններ կտայի, որտեվ այն ժամանակ անվտանգ էր։ Բայց այսօր մենք կործանման եզրին ենք կանգնած եւ նոր փորձություններ անելու իրավունք որպես ժողովուրդ ուղղակի չունենք։ Մենք պետք է վստահենք մեր ներքին ձայնին։ Իսկ ես համոզված եմ, որ ձեր ներքին ձայնը մի պարզ վարժության դեպքում կասի այն, ինչ ես ասում եմ։ Պատկերացրեք նկար սեղանի շուրջ նստած է Ալիևը եւ հայկական դրոշ։ Այ ում եք դուք անկեղծորեն այդ քարտը ձեզ տվեք։ Ում եք դուք պատկերացնում այդ բանակցություններին Հայաստանի կողմից նստած։ Այբ որ ձեր մեջ այդ հարցին պատասխանեք, իսկ ես կասկած չունեմ, որ բոլորիդ 90%-ի մտքում հենց Քոչարյանն է գալու։ Անկախ նրանից սիրում եք իրեն թե ոչ, որտեվ դուք եք ուզում որպես հայ հպարտ լինել։ Դուք ուզում եք մի անգամ ձեր թշնամին գլուխը կախած նստի։ Ինչ որ եւ ես եմ ուզում։ Դրա համար բոլորս պետք է պայքարենք, բոլորս պետք է ակտիվ աշխատենք մեր հասարակության հետ, երբեք մի մեղադրեք Նիկոլին ընտրողին, չի կարելի։ Մարդուն խաբել են։ Եվ դա էլ պատճառներից մեկն է, որ ես ուզում եմ նախագահ Քոչարյանը գա, որովհետև մեր ժողովրդին խմբակային խաբել են, եւ այդ խաբկանքը պետք է բացահայտվի, եւ բոլորը պետք է պատժվեն։ Այսքան Մարիամ ջան։